Արդեն ծեր է Շամխալամին, աչքերի լույսը փոքր-ինչ պակասել է, մեջքը կորացել, բայց նա դեռ բանում է այգիներում, գոհ է իրենից, շրջապատի մարդկանցից, հայրենի Դովութլի գյուղից, որ կպած է այգիներին, գլխին առանած ձորի ջրվեժը, ապա մի լեռան մյուս կողմից քարաքունջ շենը։ Հիմա թանձր այգիներ ունի Դովութլին, շատ թութ ունի հիմա, դեղց ու մեղրատանձ, իսկ խնձորի այգիները ծայր չունեն, եւ թեկուզ փոքր-ինչ պակասել է Շամխալամու աչքերի լույսը, բայց էլի մայրամուտին բարձրանում է առանի ջրվեժի քարափը, հայացքով ուղեկցում քիչ առաջ իրեն հրաժեշտ տված իր երիտասարդ բարեկամին, մինչև սա ծածկվում է քարաքունջի այգիներում։ Սարերի թանձր ստվերների հետ Շամխալամին անշտապ իջնում է դեպի իր տունը, իջնում է աշնան բարիքներով նախշված հին արահետով ու բաց թողնում մտքի կծիկը։ Ջրվեժը քրքջում է, աներես չարդերը սաստկացնում են աղմուկը, ծառերի տակ ճոխվում է առվի ջուրը, երկարում Շամխալամու հուշերի պես։ Մի ժամանակ անանցանելի ցակուտ էր այս ձորը, աներես չարդեր չկային այստեղ, ծառ չկար, չկային ահա այս գանգուր այգիները, այս թթենիները, խնձորենիների հրեն այն երկար շարքերը, այս ձորում այգիներ չկային։ Շամխալամին ինչպես մոռանա բոլորից մոռացված հին ցակուտը, որի մեջ այծ էլ չէր մտնում, ինչպես մոռանա իր վաղեմի մի պատառ այգին, որ հիմա մերվել է ծառերի ալիք փոխորձանքին, կորել կանաչ զանգվածի մեջ։ 65 տարի առաջ քարաքունջեցի Ներսեսն այս ձորում տնկեց առաջին շահ թտենին, մի բուռ ջուր խլեց ջրվեժի շուրթից, առու բերեց ցակուտ։ Շամխալն ու Ներսեսը մի պատառ այգի ստեղծեցին ցակուտի մեջ։ Այդ տարի դովութլեցիներն իրենց ձորում ծաղկած ծառ տեսան, այգի ու պտուղ։ Հետո նոր մարդիկ եկան, ձորն ու նոր կարգեր։ Հետո կոլտնտեսություն ստեղծվեց գյուղում։ Քարաքունջից պատվաստի կտրոններ ու շիվեր բերին, ու վայրի ցակուտը կտրելով Շամխալամու մի պատառ այգու շուրջը այգիներ տնկեցին։ Հիմա էլ դեռ նշմարվում է հին ցակուտի միջով ոլորվող արահետը, որ մի ժամանակ բարակ պարանի պես Դովութլին կապում էր քարաքունջի հետ։ Գարնանն արահետը կանաչում է, ամռանը ծածկվում ծառերի ստվերներով, թափած մրգով, աշնանը խազալով։ Հիմա դովութլեցիք մեծ խճուղով են գնում քարաքունջ։ Շամխալամին ինչպես մոռանա բոլորից մոռացված այս արահետը, ոլորուն, վայրենի, բայց եւ հարազատ ու իրանցած կյանքի պես ճանաչ։ Առաջին անգամ այս արահետով Շամխալամին քարաքունջ գնաց, երբ 10-11 տարեկան էր։ Հայրը նրան տարավ իր քիրված Հովան Առաքելին հյուր։ Հիմա էլ Շամխալամին հիշում է աշնան այդ օրը, ասես հրաշքով ժայռերի մեջ ծավալված քարաքունջը։ Հիշում կամար աղբյուրը, եկեղեցին գմբեթով։ Գմբեթի վրա թևերը ծափծափող աղավնիներ։ Նրա մտքում անջնջելի է մնացել Առաքել Քիրվայենց տունը, խնձորի ու սերկևիլի բուրմունքով, նանախանում զիզին, արխալուղի գրպաններում ընկույզի խեղեպ, անկորից չամիչ։ Անմոռաց են Քիրվայենց երեխաները, մանավանդ իր տարեկից Ներսեսը։ Հիշում է, թե ինչպես Ներսեսն իրեն տարավ այգի։ Միրգ կեր, Շամխալ, մեր բաղը քեզ փեշք էր։ Հիմա էլ կա Չոբան Առաքելենց այգին, մուտքի մոտ վիթխարի ինքուզենի, դեղցենիներ, խնձորենիներ, ջրածակին կռացած մի համեստ հոնի։ Ամեն ինչ հիշում է Շամխալամին։ Սարում էին, հայրը, ինքը, եղբայրները, լուսաբաց էր, թաց ու ամպոտ։ Հանկարծ իրենց բինայի վրա հարձակվեցին Սուլտան բեկի մարդիկ, հորթևը ջարդեցին մահակով, ոչխարը տարան, բայց որոտ էր, որ ճայթեց Սարիուսից, թե փոթորիկ։ Ադայդում քիրվի բինան է կողում, հեյ! Լսվեց Չոբան Առաքելի դղրդացող ձայնը։ Մահակներ խաչվեցին, գլուխներ պատռվեցին, եւ ամենից շատ պատռվեցին Սուլտան բեկի մարդկանց գլուխները։ Հափշտակիչները փախան։ Առաքել Քիրվան կապեց Շամխալի հոր ջարդված թևը եւ մահակն օդում տնկելով որոտաց. Ես քո վայը կտամ Սուլթան բեկ։ Բայց Չոբան Առաքելը մեռած է, որ իր ճանաչ աղբոր ոչխարը տանես։ Այդ դեպքից մի շաբաթ հետո քարաքունջում սուկ եղավ։ Սուլտան բեկի մարդիկ սպանել էին Չոբան Առաքելին։ Դեմ դիմաց չէին խփել։ Ուրիշի ձեռքով թույն էին տվել։
Սու գարին նաև իրենց տանը, Դովութլիում։ Շամխալի հայրը Քիրվա Առաքելի հիշատակին հաց տվեց հարևաններին։ Հետո մեծացան, իրար օգնության հասան Ներսեսն ու Շամխալը։ Ներսեսը Շամխալի համար այգի տնկեց, որ իր ճանաչ եղբայրը պտուղի կարոտ չմնա։ Տարիներ անցան, տարիների հետ էլ հարազատները, մտերիմները։ Հները գնացին, նորերը եկան։ Ներսեսի մազերը ճերմակեցին, Շամխալի մեջքը փոքր-ինչ կորացավ, զավակներ ունեցան, զավակների հետ էլ նոր ուրախություններ ու հոգսեր։ Հենց որ գարունը բացվում էր, իրենց նորատունկ այգին էին գալիս Ներսեսն ու նրա անդրանիկ որդին, փոքրիկ Ստեփանը։ Գալիս էին խնձորենու կտրոններով, էտիչ մկրատով, ծառաթրթուրներ ոչնչացնող դեղով, դեղցան մեքենայով։ Նրանք դեղ էին սրսկում Շամխալի այգու ծառերին, նոր ծառեր տնկում, պատվաստանում ու վայելելով իրենց Քիրվայի սրտառուչ հյուրասիրությունը վերադառնում։ Շամխալ ամին հիմա էլ հիշում է, թե ինքն ինչպես էր զարմանում փոքրիկ Ստեփանի հմտության վրա։ Երբ սա պատվաստ էր անում կամ կտրտում ծառերի չորը, նրա արած պատվաստը բռնում էր, տնկած շիվը ծառ դառնում, պտուղ տալիս։ Ոսկի ձեռքեր ունի մեր Ստեփանը, արևն ապրի։ Ասում էր Շամխալամին։ Մի օր էլ երբ գնացել էր Ներսեսենց տուն, ռուսեթի խնձորենիների տնկիներ բերելու, Քիրվայեն շունը սովորականի պես չփաթաթվեց նրա ոտքերին։ Իսկ պատշգամբում լաց էր լինում Ներսեսի փոքրիկ աղջիկը։ Ինչ է եղել այ բալա։ Լեղապատար հարցրեց Շամխալը։ Ինչ ես լաց լինում։ Ապերը մեռել է։ Երկնքի կամարներն ասես նստեցին Շամխալամու գլխին։ Ոտքերը ճոճվեցին։ Տանը դրված էր Ներսեսի դագաղը։ Վայ, ախպերեի։ Գոռաց Շամխալը ու նրա լացը հորդեց սգո բայաթու հետ։ Երբ արդեն Ներսեսին թաղել էին, Շամխալը Ներսեսի այրուն ասաց. Պինդ կաց վարդան ու շպաճի։ Քանի գլուխս վրաս է, այս տան նախշը չի ծռվի։ Ստեփանին ուսումից չկտրես, հա։ Թող գնա սովորի քաղաքում։ Հերն ուզում էր, որ այգեգործ դառնա, օքին լույս։ Թող կատարվի նրա կամքը, թող Ստեփանը բարձր ուսում առնի, նրա հոգսն ինձ վրա։ Այդ գարնանը Ստեփանը մենակ մշակեց Դովութլիի այգիները, մենակ պատվաստ արեց ու երկար մնաց Շամխալամոնց տանը։ Իսկ աշնանամուտին մեկնեց քաղաք, ուսումը շարունակելու։ Այս ամենը վերհիշելով Շամխալամին շոյում էր ծառերը, շոշափում նրանց բները և ժպտում յուրովի։ Ահա այս շարքի խնձորենիները Ներսեսի, այս տանձենիներն էլ Ստեփանի պատվաստներն են։ Նայում է ծառերին Շամխալամին ու աչքերը լցվում են։ Աչքերի մշուշի միջից տեսնում է Չոբան Առաքելին, Սուլթան բեկի մարդկանց հետ կռվելիս, ապա Ներսեսին ծառ տնկելիս, Ստեփանին պատվաստ անելիս ու հառաչում է։ Հիշում է, թե ինչպես առաջին անգամ գնաց քաղաք Ստեփանին տեսության։ Առաջին անգամ ավտոմեքենա նստեց, հետո գնացք։ Մի լիքը խուրջինի փոխարեն երկուսը տարավ Ստեփանի համար։ Հիշում է Ստեփանի հարակացարանը, նրա երկու ընկերներին, մեկը շիկավում, մի մասխարատղա, մյուսն ակնոցավոր, երկար ու բարակ։ Շամխալամին նախ տեղեկացավ, թե Ստեփանի ընկերները որ երկրից են, որ գյուղից։ Իմացավ նրանց անունները, մասխարատղայի գցած թեյից մի 5 բաժակ խմեց։ Դատարկ բաժակը պառկեցրեց ափսեի մեջ, ի նշան շնորհակալության և դանդաղ ասաց. Մենք Ստեփան ջան, տնով, տեղով լավ սաղ սալամատ ենք, արխային կաց։ Մերը դու բալ ու բիբիտ շատ բարև են անում քեզ։
Նմանապես եղբայրներդ ու քույրերդ Գյուլին, Անուշը, Աշխենը, Ավետիսը, Բայրամը բոլորը քու սաղությունն են ուզում բալա, մեկ էլ քու հաջողությունը։ Հետո բաց արեց խուրջինները, Էս հալվա է Ստեփան, ասաց մի կապոց անելով։ բալու բիբի դե իրա ձեռքով եփել։ Առավոտը չային ընկերովի կերեք։ Էս էլ մեղրե, էս տարի քթոցները լավ էին բռնել։ Սատանի ականջը խուլ։ Էս մոթալ պանիր է, էս պուլիկի միջինն էլ ղաուրմա։ Պուլիկը ծածկած կպահես, որ փչանա ոչ։ Ստեփանն ուզեց ասել, թե իրենք սննդի պակաս չեն զգում, եւ իզուր է ամին այդքան բաներ բերել, բայց մտածելով, թե դրանով կվիրավորի ծերունուն, լռեց ու իր մասխարա ընկերոջն ակնարկ արեց, որ հանկարծ մի անզգույշ բան չասի։ Ուտելիքներից հետո Շամխալ Ամին խուրջինից մի կապոց գիրք հանեց։ Սրանք էլ մեր կոոպերատիվի ծառա, բերի, որ կարդակ։ Մասխարա տղան չհամբերեց։ Այդ գրքերը երեխաների համար են, ամի, իզուր ես բերել, դրանք Ստեփանին պետք չեն։ Ոնց թե, Զարմացավ ծերունին։ գիրք կա, որ պետքական չլինի։ Այդ մեկը մի ասա, տղա ջան։ Վերցրեք, կարդացեք։ Գիրք է, էլի մի օգտակար բան կլինի մեջը։ Ամին գիշերը մնաց տղաների մոտ, զրուցեցին երկար։ Ամին խոսում էր Դովութլիի այգիների մասին, պատմում, թե որ այգին ինչպիսի բերք տվեց, որ պտղին շաղկա կպավ, եւ խոսքը վերջացնում էր Ստեփանի ընկերներին դիմելով։ Մեր Դովութլի գյուղում, որ հիմա միրգ ու մրգաստան կա, էս մեր Ստեփանի, մեկ էլ նրա հոր, իմ ախպերացու անգուցյալ Ներսեսի շնորհքն է։ Հերը ոսկի ձեռքեր ուներ, ինքն էլ նմանապես։ Մյուս օրը Շամխալ Ամին վերադարձավ գյուղ։ Ստեփանը փորձեց նրան մի 2 օր պահել քաղաքում, կրկես ու թատրոն տանել, չեղավ։ Եկա, օրը դու հալը տեսա, ուրախացա, էրիք է։ Ասաց ծերունին։ Հիմա գնամ, մի լավ խաբար տանեմ հերոց, աչքները ճանապարհին է։ Ամառը կգաս մեր սարը, երեսիդ գույնը մի տեսակ թռած է, սարուն տեղը կգա։ Ու գնաց։ Ամառը եկավ սարերը, Ստեփանը ոչ։ Պատերազմ էր սկսվել։ Ստեփանին քաղաքից ուղարկեցին ռազմաճակատ։ Այր իմանալով Շամխալ Ամին տխրեց։ 1000 ու մի վատ մտքեր եկան գլուխը։ 1000 անգամ նախատեց իրեն վատ մտքերի համար եւ ավանդական խուրջինն ուսին գնաց քարակունջ։ Այ Վարդանուշ բաջի, շատ մի նեղվի, կռիվն էսօր էքուց կպրծնի, Աստծով մեր Ստեփանը կգա, կանաչ կարմիրը կկապենք։ Ասաց, բայց սրտում ահ կար, գիտեր, թե ինչ աղետ է կռիվը։ Իշապատ մնաց քարակունջում։ Ստեփանից բանջարանոցի կարտոֆիլը հողեց, նրանց կովի համար սարում խոտ հարեց, չորացրեց, բերեց դես դրեց ու նոր միայն վերադարձավ իրենց գյուղը։ Այդ օրվանից Դովութլիից քարակունջ տանող հին արահետը Շամխալ Ամու համար ջրի ճանապարհ դարձավ։ Ամեն շաբաթ օր իրիկնամուտին ծերունին երևում էր քարակունջի կամար աղբյուրի մոտ, տրուզ աչքերով խուրջինն ուսին։ Ոտքը կախ էր գցում, աղբյուրը եկած աղջիկներից ջուր խնդրում, աշխատում նրանց դեմքերից կռահել, հոմի վատ բան չի պատահել իր քիրվայենց տանը։ Եվ Ստեփանի մասին առաջին լուրն իմանում էր աղբյուրի մոտ։ Երեք Վարդանուշ մայրիկը Ստեփանից 3 նամակ է ստացել, ասում էին աղջիկները։ Ստեփանը պարգևատրվել է շքանշանով։ Շամխալ Ամին մտքում փառք էր տալիս Աստծուն, որ Ստեփանը ողջ առողջ է։ Իսկ քիրվայի տանը մեծ բավականության բաց էր անում խուրջինը, ապա փոքրիկ Ավետիսին խնդրում, որ կարդա Ստեփանից եկած նամակը։ Հետո տղային նստեցնում էր մոտն ու թելադրում։ Մեր որդի Ստեփան ջան, որ իմանաս, մենք բոլորս սաղ ուրախ ենք,
քու կարոտն են քաշում մենակ։ Դու քեզ լավ պահի, ճամփից սպասողներ կան։ Որ իմանաս։ Իսկ փոստում ծրարը փակելուց առաջ մի թղթադրամ էր դնում նամակի հետ։ Ով իմանա, փողի կարիք կունենա Ստեփանը։ Այսպես գլորվեցին օրեր, ամիսներ։ Կռվի առաջին տարվա ձմռանը ծնված հորթը կով դարձավ։ Եվ երբ դա էլ ծնեց, Շամխալ ամուն լուր տվին, թե Ստեփանը եկել է։ Վեր կաց բալու։ Կնոջը դիմեց ուրախությունից խենթացած ծերունին։ Հացու գաթաթխի գնանք մերոնց աչքալույսի, Ստեփանը եկել է։ Հաջորդ օրվա առավոտյան ծերունի ամուսինները բռնեցին քարահունչ տանող արահետը։ Գարուն էր, գարնան բուրմունք, գարնան խայտող պերճանքներ։ Տեղ հասան իրիկնամտին։ Քիրվայեն սպառավ շունն ընկավ ծերունու ոտքերը։ Ծմր կոտած ուրախ։ Պատշգամբում երևացին Ստեփանը, նրա մայրը, քույրերը։ Մեր աչքերը լույս։ Մաղթեց տարիների վշտից, ասես միանգամից թեթևացած ծերունին ու կարոտով փաթաթվեց Ստեփանին։ Վերջապես որդի ջա եկար էլի։ Աչքներից լույսը գնաց։ Նրա խոսքը կիսատ մնաց։ Ծերունական աչքերը չրվեցին ու նա շոշափեց Ստեփանի կողերը։ Ստեփանի բլուզի երկու թևքերն էլ դատարկ էին։ Էս ինչ է, Ստեփան։ Ծերունու ձայնը դողաց։ Բա ձեռքերդ ուր են։ Ձեռքերդ։ Դե բան չկա մի։ Մնացին այնտեղ։ Ոխ։ Ոխ։ Փշրվեց ծերունին։ Ոնց թե։ Ստեփան։ Ձեռքերդ։ Նրա ձայնը բոլորովին խզվեց։ Նույնիսկ մխիթարական խոսք չգտավ ասելու անձայն արտասվող կնոջը, Ստեփանի մորն ու քույրերի։ Միայն Ստեփանն էր դառը ժպտում։ Դե բան չկա մի, կապրեմ առանց ձեռքերի։ Նստեցին մեծ սեղանի շուրջը։ Շամխալ ամին հազիվ էր կարողանում բաց անել խուրջինի աչքերը։ Էս կրկենի գաթա է։ Հա, գաթա է։ Բայց Ստեփանը ոնց պիտի ուտի։ Էս էլ քամած մածուն է։ Գդալ կարող է բռնել Ստեփանը։ Կանայք զրուցում էին ընկճված, իսկ Շամխալ ամին մորմոքում էր ինքն իրեն, կտրտվում։ Բա Ստեփանի ձեռքերը կորչելու էին։ Բա առանց ձեռքի Ստեփանը ոնց ապրի։ Կրկենի գաթան կոտրեց ու մի կտոր դեմ արեց Ստեփանին։ Սա կերավ նրա օգնությամբ։ Ապա Բալուի օգնությամբ քամած մածուն կերավ։ Շամխալ ամու սիրտը մի փոքր տեղն ընկավ։ Այսպես կպահենք Ստեփանին։ Մտածեց ու նոր նկատեց Ստեփանի սպայական ուսադիրները, կրծքի բազմաթիվ շքանշանները։ Վերջը կրիվը բրցնում է էլի Ստեփան ջան։ Խոսեց նա վիշտը հաղթահարելով։ Հա, ամի, մեր զորքերը հիմա Բերլինի մոտերքն են։ Պատերազմի վերջը մոտենում է։ Չլիներ է, ինչու եղավ։ Ով բերեց։ Բերողն անձեռք չանգլուխ մնա, քանի տուն քանդեց։ Իրիկնահացից հետո Ամին ու Ստեփանը գնացին Կարաքունջի կոլխոզի գրասենյակը։ Այնտեղ եղած մարդիկ հարգանքով շրջապատեցին երկուսին եւ նրանց միջև սկսվեց մի անմեղ զրույց։ Ամին նկատում էր, որ քարաքունջցիները հարազատի ափսոսանքով են նայում Ստեփանի կտրված ձեռքերին։ Մեկը նրան աթոռ մատուցեց, որ նստի, նախագահը մի գլանակ վառեց, դրեց Ստեփանի բերանում, մի ուրիշը ջուր խմացրեց։ Շամխալ ամուն թեև ուրախացնում էր այդ հոգատարությունը, բայց չէր կարողանում մոռանալ Ստեփանի ձեռքերը։ Հիշում էր, թե ինչպիսի հմտությամբ էր Ստեփանը ծառ պատվաստում։ Թիզ առ թիզ այգի դարձնում իրենց ցակուտը, կենթանացնում զորի լերկ լանջերը։ Շամխալ ամին փորեց Ստեփանից բանջարանոցը, մարգեր կապեց, կարտոֆիլ ցանեց, ու մի երեկո Ստեփանին խնդրեց իր հետ գնալ Դովուտլի։ Քո ամագը մեր գյուղում շատ է Ստեփան։
Էնտեղ են լսել, որ դու եկել ես։ Արի մեր գյուղին ղոնախ։ Մի 2 շաբաթ կմնաս ու էլի ետ կգաս, հա։ Չէ չասես, կնեղանամ։ Ստեփանը չէ չասաց։ Գնացին Դովուտլի։ Ավելորդ է պատմել այն սրտառուչ հանդիպումը, որ եղավ այնտեղ։ Ստեփանին տնից տուն էին տանում, հյուրասիրում ինչով կարող էին։ Հիշում էին նրա հորը, պապին, բարի խոսքեր ասում նրանց մասին։ Մի առավոտ Շամխալ Ամին ու Ստեփանը մտան Ձորի այգիները։ Թեև շատ տարիներ էին անցել, այն օրից, երբ Ստեփանը հոր հետ այստեղ պատվաստել էր խնձորենու առաջին վայրի շիվը, բայց նա հիշեց գրեթե բոլոր ծառերը։ Ծերունուն ցույց տվեց, թե որն է ինքը պատվաստել, որը հայրը։ Երբեմն նրա սրտից պոռթկում էր մի մոլորված ուրախություն։ Տես է, Շամխալ Ամին, էս են ծառն է, որ պատվաստելիս մատս կտրեցի։ Եվ կամենում էր ցույց տալ կտրված մատը, բայց Որդի, ամեն ծառիկ ու ձեռք կպել է։ առաջը կուլ էր տալիս Ամին։ Գարնան սկիզբն էր, այգու կանաչը կլշել էր, արվի եզրերին բուրում էր դաղձը, հոնիներն ու սալորինիները ծաղկել էին, դեղցենիները բողբոջել։ Ձորն ի վար, ձորն ի վեր տարածվել էին Դովուտլիի այգիները։ Օդը թեթև էր, փոքր-ինչ խոնավահամ։ Այգիների մշակելու օրերն են, Ամի, ասաց Ստեփանը։ ծառերի չորը պիտի կտրել, վայրի խնձորենիները պատվաստել։ Հա, Համաձայնեց ծերունին։ դե կանենք, իրիկունը մեր նախագահին կասեմ, օգնող կտա էքուց կսկսենք։ Ստեփանը հոտ քաշեց մի մատղաշ տեղցենու բողբոջից ու նկատեց, որ մի 4 ճյուղ նստել է դալարների վրա, Կտրելի է։ ասաց իրան ձեռք լիները մոռացած։ Էդի չէ տուր տեսնեմ, Ամի։ Շամխալ Ամին հանեց գոտուց կախած մկրատը, ակամա մեկնեց Ստեփանին, բայց եւ իսկույն ձեռքը ետ քաշեց։ Ինչ ես ուզում անել, Ստեփան, ղուրբանը տեմ։ Ստեփանը մռայլվեց։ Ուշերի մշուշի միջից հիշեց ռազմադաշտը, իր գնդացիրը, գնդացրի մոտ ընկած իր ձեռքերը եւ այն անթափանց խավարը, որ պատեց իրեն։ Ամին մկրատը դրեց 4 ճյուղին, Հիմքից բռնիր։ խորհուրդ տվեց Ստեփանը։ Այ այդպես, դե կտրիր։ 4 ճյուղն ընկավ։ Նորից հիշելով թբրտացող ձեռքերը, Ստեփանն ասաց. Չորը նստել է դալարի վրա, խեղդում է։ Կտրիր։ Չնկատեց, թե ինչպես ծառից ծառ անցնելով կտրատել էր տալիս 4 ճյուղերը, ծառերը նորոգում, թեթևացնում ավելորդ բեռից։ Նույնպես չնկատեց, որ հետսետե ցրվում է իր մռայլը, եւ մի տարօրինակ խանդավառություն է համակում իրեն։ Մանկուց այգիներում մեծացած, ծառերի ցավն ու լեզուն իմացող, վայրին ազնվացնող այդ երիտասարդ մարդը, որ օրեր շարունակ մռայլ մտնած էր, հանկարծ բերկրանքի հաճույք զգաց իր վիրավոր սրտում։ Չէ՞ որ ահա ինքը մի բանի պետք է, թեև ձեռքեր չունի, բայց եւ այնպես անպիտանի չէ։ Ահա իր սիրելի ծառերը նորոգվում են, ազատվում ավելորդ ծանրությունից։ Մի ավելի մեծ ծանրությունից էլ ազատվում էր ինքը։ Զորաբաշից Բալլու բաջին ամուսնուն ու Ստեփանին ճաշի կանչեց։ Նրա ձայնից թափվելով ծերունին ու երիտասարդը նայեցին միմյանց եւ ժպտացին յուրովի։ Ինչ շուտ անցավ օրը, եւ ինչպես նրանք մի բանի պետք եղան։ Մեկը վաղուց գործից ընկած ալևոր, մյուսը ջահել, բայց առանց ձեռքերի։ Հաջորդ օրը Ստեփանն ու Ամին սկսեցին պատվաստել խնձորի վայրի շիվերը։ Ստեփանը ծերունուն համբերությամբ բացատրում էր, թե ինչպես կտրի մայր ճյուղը, ինչպես սրի ազնիվ կտրոնը, դնի շիվի կեղևի տակ, կապի։ Ծերունին աշխատում էր Ստեփանի ցուցմունքները կատարել անվրեպ։ Այսպես աշխատեցին մի ամբողջ շաբաթ։ Մի երեկո Դովուտլիի կոլտնտեսության նախագահը շատերի ներկայությամբ Ստեփանին ասաց. Անչափ շնորհակալ ենք քեզ, Ստեփան, որ նորից մշակում ես մեր այգիները, պատվաստանում։ Արի քեզ նշանակենք մեր կոլտնտեսության այգեգործ գյուղատնտես։ Ինձ։
Ստեփանը դարը ժպտաց։ Իսկ չէ որ ես ձեռքեր չունեմ։ Մի պահ ծանր լռություն տիրեց։ Սակայն դա միայն մի կարճ պահ էր։ Հանկարծ Շամխալ ամին բռնեց Ստեփանի ուսերը։ Այդպիսի բան մի ասա Ստեփան, ղուրբանը տեն։ Թախանձեց նա։ Բա սրանք ինչ են։ Նա Ստեփանին բարձեց իր տակավին ամուր կոշտուկներով պատած ձեռքերը։ Բա սրանք քո հարազատ ձեռքերը չէ։ Ստեփանի սրտում բարձրացավ հաճելի մի հուզմունք։ Արդեն ծեր է Շամխալամին։ Ծեր է, բայց հիմա էլ Ստեփանի հետ աշխատում է այգիներում։ Նոր այգիներ են տնկում լեռնալանջերին։ Նոր առում էր հանում։ Լուսաբացին Ստեփանը երևում է քարակունջից դովութլի բերող հին արահետի վրա։ Ջերվեժի գլխին գտնում իրեն սպասող ծերունում։ Բարևում են, ծխում, ապա քայլում առվի եզրով, նայում ծառերին, դալար շիվերին, որ մի տարի առաջ են պատվաստել։ Երկուսով ականջ են դնում ջրերի ու հավքերի երկին։ Ամին սպասում է Ստեփանի ակնարկին, որ բանեցնի ձեռքը, մկրատը, սղոցը, բահը։ Ապա պատանիներ են ճռվողում նրանց շուրջը։ Ստեփանի ցուցումներով նրանք էտ են անում, պատվաստ դնում, ծառատեղի համար փոսեր փորում։ Երեկոյան ջրվեժի գլխից Շամխալ ամին ճանապարհ է դնում Ստեփանին։ Մնում է քարափին, մինչև Ստեփանը ձուլվում է քարակունջի այգիներին։ Մինչև քարակունջում բռնկվում է Չոբան Առաքելի տան լույսը։ Ստեփանն ամուսնացել է, երեխաներ ունի, որոնք ուրախ թավալվում են ծառերի տակ, Շամխալ ամուր հորների հետ քրքջում վազող ջրերի պես։ Հիմա Ստեփանն ամեն առավոտ Դովութլիի այգիներն է գալիս իր 5 տարեկան տղայի Ներսեսի հետ։ Ներսեսը բարձրանում է Շամխալ ամու ուսերը եւ հրճվանքից քրքջում։ Ամին էլ է մի տեսակ ջահելացել, նոր ուժի ու եռանդի եկել։ Ապրեմ մինչև փոքրիկ Ներսեսը ջրաթափվի, Ստեփանի համար ձեռքեր դառնա, նոր հանգիստ սրտով գերեզման մտնեմ։ Ամեն անգամ փոքրիկ Ներսեսին գրկելիս մտածում է նա ու ապրում, աշխատում Ստեփանի հետ։ Մեկը մյուսին ձեռք, մեկը մյուսին ապավեն։